Ես հիմա մի լուրջ հայտարարություն եմ անում։ Ուրեմն հիմա ինչքան առաջադրել եմ տեխնազությունս, մեզ կապում են կրիմինալ։ Դիտավորյալ դա ուրեմն բարձրաձայնում են, դիտավորյալ խոսում են։ Մենք ունենք ինֆորմացիա, որ մեր դիմաց պետք է ինչ-որ վատ արարք կատարեն նորից։ Հիմա հող են նախապատրաստում, որ գցեն նորից կրիմինալի վրա։ Հիմա բարձրաձայնում եմ դրանց։ Եթե հանգարց, նորից եմ ասում, մեզ հետ կապված մի հատ նորից ոտնձգություն արվեց, ուրեմն այդ ամբողջ փաստերը քաղաքում չեն մեջ դուպրոչի ասեմ ձեզ, դրսում են, աշխարհի բոլոր նախագահներին, իրավական բոլոր հաստատություններին այդ փաստերը գնալու է, թե սրա հետևը ով կարող է լինի եւ ով կարող է սա անի։ Եվս մեկ անգամ ասում եմ, ինչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստվում դիմացի կրակոցների։ Բարձրաձայնում եմ, եւս մեկ անգամ բոլորիդ ասում եմ։ Այո, մեր անձի նկատմամբ։ Այդպիսի խոսակցություն մահափորձ, մի հատ հասկացի, չես հասկանում։ Ուրեմն նմանատիպ ոտնձգություն 2007 թվականից, որ արեցին մինչև այսօր բացահայտված չի։ Հասկանալի է։ Հա, էլի, Սատիկ ջան, երկրորդ սերիան։ Ուրեմն, ես ասեցի, մի քչպորեք ինձանից ոչ մի բան չեք կարող իմանալ, բայց եթե հանգարց նմանատիպ մի բան եղավ, սենսացիա կլինի ամբողջ աշխարհում մեկ, այդքան բան։ Ուրեմն ոչ էլ այդ հարցին ոչ մի բան չեմ պատասխանում, խնդրում եմ էլ միք ինձ հարցրեք, որովհետև ես չեմ պատասխանի միանշանակ։ Մնացածը այլ հարցեր ունեք, տվեք պատասխանեմ, երեխեք ջան։ Ոչ։ Եվ երեկվա դատավարությանն էլ անդրադառնանք, հա, կարող։ Երեկվա դատավարությունն էլ էսպես ասեմ դες։ Ուրեմն մենք տվել ենք մարդկանց բնակարան կառուցելու, տվել ենք կենցաղ սպասարկման օբյեկտներ կառուցելու, ուրեմն դրա համար քաղաքապետին մեղադրանք են առաջադրել։ Հիմա դուք պատկերացրեք։ Հիմա մենք սկսում ենք գործընթացը, պիտի աշխատենք, հողհատկացումներ պիտի անենք, շենք-շինություններ, որ մարդիկ կառուցեն։ Դուք պատկերացրեք, կա քաղաքաշինության բաժին, որտեղ քաղաքի հադագագիծը միայն իր մոտ է գտնվում, եւ այստեղ այդ բաժիններում աշխատում են 20, 30, 40 հոգի անձնավորություններ, մասնակիցներ, եւ իրենք այդ գործի մասնակիցներն են։ Ուրեմն այդ բոլոր ճանապարհը անցնում է, նախագիծ են կազմում, 17-10 հոգի ստորագրում են, բերում են վերջում քաղաքապետին ստորագրելու, հասկանալի է։ Այսինքն քաղաքապետը այդտեղ անելու ոչ մի բան չունի, ինքը մասնագետ չէ։ Քաղաքապետը օրական կարող է 150 որոշում կայացնի։ Այդ մասնագետներին թողել են, քաղաքապետին բերել են մեղադրանք են առաջադրել։ Միքայելի ժամանակ հողհատկացում է արել, նորից ինձ են մեղադրում։ Բալասանյան Սամվելի ժամանակ հողհատկացում է արել, ինձ են մեղադրում։ Դուք հասկանում եք, թե ինչքան աբսուրդ է այդ ամեն ինչը։ Ուրեմն այդ դատարանի շենքը պատկերացրեք 13 թե 17 թվականին իմ տեղից գնել է։ Հիմա ինձ մեղադրանք են առաջադրել, թե շենքը ինչ իրավունք ուներ, որ վաճառել են։ Այնքան չգիտեն, որ օրենքի մեջ ֆիքսած է, որ քաղաքապետարանի բալանսի վրա նստած յուրաքանչյուր գույք քաղաքապետարանը ավականի իրավունք ունի վաճառելու։ Եվ այդպես կինո հոկտեմբերը, Դադախազության շենքը, Գյումրիի ռեստորանը, հասկացար, KGB-ի շենքը, այսինքն այդպես սաղ ամեն ինչ։ Եվ մենք, եթե այդ չանենք, այդ շենքերը կփլվեր։ Հասկանալի, հիմա այդ շենքերի նկարները կա, որ տեսնեք, եթե հանգարց մենք հիմա դա կառուցեինք, դա կավիրվեր, կքանդվեր ու կվերանար։ Փոխանակ մի բան էլ պաշկևադրեն, բերել են ներկայացնեն, ցել հել է խոսում են, բան այսպես, դիմո մի կողքի մարդիկ եկան, չգիտեն դե, այս ինչ է դրա համար, այդ ամեն ինչը ես գիտենալով առաջադրել եմ տեխնոլոգիությունս, որ մեր վրա ոչ մի բան չկա, ոչ մի բան, ինչ որ հիմա քեզ բռնեն, տանեն տադեն, այդպես։ Բայց նշածները բոլորը թվերով ապացուցել չեն, որ նշում եք կամփաներ։ Բոլորը ապացուցում ենք, ներկայացրել ենք եւ դա գործընթաց է, հետո ժամկետանց է այդ բոլորը։ 10 տարին բոլորը անցել է։ Այսինքն 2 րոպեդու դրանք թափում են։ Այս բեմականացումը ինչու համար է չեմ էլ հասկանում։ Այսինքն բոլորը 10, 15 տարի, 18 տարի անցել է։